Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից։ Տաղավարին հյուրընկալել եմ փաստաբան Սուսաննա Սարգսյանին եւ հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգահարել ամերիկյան 818-976-5321 եւ հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով հարցեր ուղղել Սուսաննա Սարգսյանին։ Հիշեցնեմ նաեւ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի Patreon-ում եւ QR կոդը էկրաններին է, կարող եք օգտվել նաև QR կոդից։ Բարև ձեզ Սուսաննա, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար եւ ուզում եմ առաջին հարցս, որ սկսենք մեր հաղորդումը, դա Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած ապրիլի 3-ի իրադարձությունն է, դիմակներով անձիկ ծեծել են ցմահ դատապարտյալներին, ահա զանգը ստացել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, անդրադարձել է այս իրադարձությանը նաև իրավապաշտպան մանրամասն անդրադարձել է այս իրադարձությանը իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, բողոքի ակցիա էր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, թե ոչ։ Տեսել եմ այդ կենցաղը ու շատ լավ գիտեմ, որ մարդիկ իրար ավելի շատ են հասնում, ավելի շատ են հանդուրժում, ավելի շատ են կարեկցում, քան լայն ու բոլ ազատության։ Ընդ որում բողոքի ակցիա է կարծես թե եղել հենց Նուբարաշենի պաշտպանություն իրենց։ Չի եղել։ Հացադուլ գրվել էր, հայտարարվել էր, որ մի շարք ցմահ դատապարտյալներ հացադուլ կհայտարարեն, բայց ցմահ դատապարտյալների մասով հենց կոնկրետ դեպքով ցմահ դատապարտյալների իրավունքները առանց այդ էլ պարբերաբար են խախտվում։ Ինչ է կատարվում այսօր հենց կոնկրետ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից խոսալ։ Պետությունը այլևս բանտերում տեղ չունի դատապարտյալ կամ կալանավորված անձ պահելու։ Ինչի համար էին համաներումներ կիրառվում քրեակատարողական հիմնարկների բեռը թեթևացնելու համար։ Կամ վաղաժամկետ ազատման վերաբերյալ օրենսդիրը նորմեր է սահմանել, ցմահ դատապարտյալների դեպքում չի ազդել, չի ազդում եւ հույսել չկա, որ չազդի։ Մենք դեպքեր, օրինակ ես կհիշեք Ռոբերտ Քոչարյանի 103 N հրամանի գործով 13 ցմահ դատապարտյալ ունեի վստահորդ։ Ինչ եղավ, մեկին ազատեցին ազատության մեջ գտնվելուց 3 ամիս հետո մահացավ հանկարծակի, բավականին առողջ մարդ էր, մյուսներին ռեժիմը փոխեցին, հետո նորից հետ փոխեցին, առանց բացատրություն տալու անհասկանալի պատճառներով։ Մարդիկ խցային պայմաններում իրենց հնարավորությունների սահմաններում փորձում են ամեն ինչ անեն, որպեսզի հասնեն վաղաժամկետ ազատման, այսինքն այդ իրավունքից օգտվեն, դարձյալ չեն օգտվում, այսինքն ամեն քայլափոխի, ամեն անգամ, երբ անձը իր իրավունքները պետք է իրացնի, պետությունը կոտրում է այդ անձի մեջքը, կարծես թե պարտադրի, որ անձը այդ հույսով ապրելով գոնե իր վարքը պատշաճ դրական չդրսևորի։ Հետո էլ ինչ են պահանջում այդ անձից։ Նախ դա ամբողջությամբ աբսուրդ է եւ սուտ, որ այնտեղ քրեական ենթամշակույթի ինչ որ կոչեր են եղել, չգիտեմ ինչեր է եղել, նման բան չի եղել։ Այդ դեպքից առաջ էլ է նորից նմանատիպ դեպք եղել այլ խցում ցմահ դատապարտյալների հետ չկապված, նորից անձի արժանապատվությունը նվաստացնելով, նորից խոշտանգելով ամբողջ խցի անդամների վրա, բնակիչների վրա հարձակվելով եւ այս դեպքերը պարբերաբար բնույթ են կրում։ Եվ եթե մեր իրավապաշտպան կառույցները, արդարադատության նախարարությունը կոնկրետ, որ ինչ որ պայքարի մասին է հայտարարում, քրեակատարողական ծառայությունը իր մարտավարությունը չփոխեց, իրանք այդ դրա բացասական պտուղներն են քաղելու։ Այստեղ էլ իշխանությունը իր բոլոր ծրագրերով պարտվել։ Միանշանակ մեր իշխանությունը այսօր բոլոր ճյուղերում է պարտվել, որովհետև մենք տեսնում ենք ոչ պրոֆեսիոնալ կադրերի, ոչ պրոֆեսիոնալ նշանակումների, որովհետև կադրերի սով ինչից առաջացավ, որովհետև այն կադրերը, որոնք իրենց տեղերում անելիքներ ունեին, այնպես արեցին, որ դուրս գան համակարգից, որովհետև իր բերած կադրերի հետ աշխատելը դա ինքնասիրության ոտնահարում է, որովհետև ճանապարհ անցած գրագետ այդ համակարգին տիրապետող անձը չի կարող աշխատել մի ինքնակոչի հետ, որը ոչ այդ համակարգից է գլուխ հանում, ոչ իրենից տարիներ ավել աշխատանքային փորձ ունեցող մարդու հետ խոսելու ձև գիտի, աշխատակցի հետ խոսելու ձև գիտի, իհարկե պետք է կադրային սով լիներ, ինչ էին սպասում, եւ որ փողոցից ում ասես բռնում են, բերում են, նշանակում են շատ կոնկրետ պատասխանատու պաշտոնի, որպեսի սովորի, ինչի
պետական համակարգը ինստիտուտ է, քոլեջ է, տարրական դպրոց է, ինչա որ դուք կադր եք բերում, որ սովորի։ Սովորածներին դուք այնպես արեցիք, որ թքեն այդ համակարգերի վրա եւ հեռանան։ Կամ գործեր են հարուցում, որ չխանգարեն իրենց։ Իհարկե, այսօր այս գործ հարուցելը դարել է մահակ։ Այսօր իրավապահ համակարգը, դատախազական եւ դատական համակարգի մի մասը դարձրել են մահակ այն անձանց նկատմամբ, որոնք իրենցից ինչ որ բան ներկայացնում են կամ կարող են ինչ որ բան փոխել, բայց քանի որ միտումը են SMS-ով գրությունները ստանալուց հետո ամեն ինչ անում են, այնպես որ կադրային սովի մեջ իրանք են մեղավոր, ուրիշին բողոքելու ոչինչ չունեն եւ դա արվել է դիտավորյալ մտածված։ Այլապես մենք շատ լավ կադրեր ունեինք, կարող էին այդ կադրերին թեկուզ չէին համապատասխանում նոր տեխնոլոգիաներին, նոր ամուսություն, կարող էին ընդհանրապես ուղարկել վերապատրաստման, բայց ոչ թե այն բազան վերացնեին ու բերեին ինչ որ ինքնակոչների, որոնք անգամ իրենց մասնագիտության մեջ հաջողակ չեն եղել, որևէ արդյունքի չեն հասել եւ հույսը մնացել է այս իշխանության կողմից ինչ որ պաշտոն ստանալը ու երևի ես համոզված եմ, որ իրենք իրենց պաշտոնի ամբողջ ծանրությունը չեն պատկերացնում։ Ես համոզված եմ, որ Սրբուհի Գալյանը իր ամբողջ անցած ճանապարհով դատախազություն, չգիտեմ, արդարադատության նախարարություն եւ որտեղ ինքը իր պաշտոնի ծանրությունն ու պատասխանատվությունը չի հասկանում, նույնն էլ քրեակատարողական ծառայության նորանշանակ պետը։ Նա ինչ գիտի պետ լինելը, ինչա այդ հսկայական համակարգը ղեկավարելը, ինչա կամ ուսադիր կրողը ոնց կարող է ենթարկվել մի աղջկա, սա ինչ որ սերի հետ պայմանավորված չէ, այո, կանայք կան, որ շատ ավելի զարգացած են, բայց ոլորտի մեջ են զարգացած, ոչ թե ես չգիտեմ էլի, մարդը անգամ իր աշխատանքի մեջ կայացած չի եղել եւ պահանջված չի եղել։ Ոնց կարող է այդ համակարգում այդ ծանր կառույցը, որը իրանից շատ սպეციფიկ հատկանիշներ ունի, բերել դնել մեկին ու ասել դե զբաղվի էլի, մի բան կլինի, չի լինի փոխելը կա ու կա։ Ու սա հենց հիմնավոր ձևով թույլ է տալիս ասելու, որ այո, բերում են, որպեսզի համակարգը կոտրեն, համակարգը ջախջախեն, ու այստեղ առաջին տուժվողը այս կադրային անմեղ սունակության առաջին տուժողը կոնկրետ քրեակատարողական ծառայության տիրույթում կալանավորված եւ դատապարտված անձն է։ Առաջին տուժողը եւ հենց այս մարդկանց իրավունքներին պետք է մենք ուշադրություն դարձնենք, որ լինելով փակ պայմաններում, զրկված լինելով իրենց միջոցներով պաշտպանվելու, ասենք այդ նույն մարդը ազատության մեջ լիներ, ինչ որ մեկ այդ հարցակվողներից համարձակություն կունենար, մահակով հարցակվեր վրան։ Այդ անձը չի կարող պատասխանել, որովհետև դիմացինը պաշտոնյա է, ցմա դատապարտյալներ կորցնելու բան չունի, եթե հանկարծ այդ հույսն էլ մեռավ, որ ինքը միևնույն է որևէ իրավունքից չի օգտվելու, այս համակարգը շատ ավելի վատ հետևանքներ է ունենալու, որովհետև մարդը կորցնելու բան չունի, այն մարդը, որ կորցնելու բան չունի եւ դու պետություն այդ մարդուն զրկում ես վերջին հույսից, մի զարմացի, որ այդ մարդը հուսալքված պահին կարող է գնալ ցանկացած քայլի, բայց ոչ թե այն քայլի, որը վերագրում են Նիկոլ Փաշինյանի ասած լկտի ստերը, որոնք վերագրում են այդ դատապարտյալներին։ Հասկացանք, համակարգում գրում են իրենք ինչի սուրբ են, որ այդտեղ են, ոչ մեկս էլ սուրբ չենք, այսօր այդ գրողն էլ սուրբ չի։ Սանա, մենք զանգեր ունենք, լսենք մեր հեռուստադիտողին, որից հետո շարունակենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Ես աղջկան կամ կնոջը մի բան ասել, որ ինձ ուղղակի մոտ զարմանում այլ այդքան քննադատել չի կարելի։ Ինձ զարգացած երկրներում, ոնց Ամերիկայի, նայած ինչ հանցագործել, մեկ րոպե մեջ 4-5 գրիտես դուրս եմ ասեմ, ջուրը լցում տամոքսը որ խոսա։ Հիմա այդ գաղութում լիքը հանցագործներ կային։ Ուրեմն ինչ-որ մի բան արել է, թե որ մահակերով հարձակվել են բերել։ Լավ, շնորհակալ ենք։ Իդեպ ասենք, որ Սուսաննա Սարգսյանը երևի թե մեր հեռուստադիտողը տեղյակ չի, անազատության մեջ է գտնվել տարուց ավել։ Եվ խնդիրը դա չի։ Չէ, բացի այդ, դուք ձեր մաշկի վրա էլ եք զգացել, Միացյալ Նահանգների հետ են միշտ փորձում է դատական համակարգը բերել համեմատել։ Եկեք ասեք, որ տարբերություններ բավականին շատ են։ Բավականին շատ է։ Ինչ է նշանակում ստամոքսի մեջ ջուր են լցնում, այո, մեր մոտ խոշտանգման տարբեր ձևեր կան,
էսթետիկից միջև ամենաբիրդ մեթոդով անձին խոսացնելու համար եւ սա չի խնդիրը եթե կա միջազգային նորմերից սկսած միջև ներպետական նորմեր հետ գան եւ դա կա դատական ակտ անձը եթե եւ կա օրենսդրություն անձը կատարել է արարք պետք է կարող է օրենքով սահմանված կարգով վարույթ հարուցվել եւ անձի արարքին տրվել քրեական կամ վարչական գնահատական Սա հարցի մյուս կողմն է։ Փնովել մենք լավ ենք ասում, վատին վատ ենք ասում, բայց եթե մարդիկ առանց հիմքի են դա անում, ասենք, եթե բոլորս էլ լավ գիտենք ու շատերը գիտեն, որ եթե ես հիմք չունենամ մի բան ասելու, ես դա չեմ ասեի, կամ կլռեմ, կամ չեմ էլ քննադատի, չեմ էլ պաշտպանի, բայց այստեղ հարցը այդ անձանց պաշտպանությունը չի։ Անձին կատարել են որոշակի արարք։ Դատարանը դատավճռով սահմանել է պատիժը, անձինք կրում են իրենց պատիժը։ Անձինք ունեն դատապարտյալները եւ կալանավորված անձինք ունեն իրավունքներ որոշակի սահման եւ օգտվում են այդ իրավունքներից։ Անձին խոշտանգելը որևէ օրենսդրությամբ համաչափ չի։ Փակված անպաշտպան անձի վրա մահակներով հարձակվելը երբևէ չի կարող դիտվել համաչափ։ Եթե անձը ինչ-որ կոչեր է արել, այդ անձին կարող են ուղարկել պատժախոց մեթոդ է։ Եթե անձը իրան վատ վարքագիծ է դրսևորել, շատ բարի թող առանձնացնեն, մեկուսացնեն, այո, տեղափոխություններ արել են ծանրաբեռնվածության պատճառով, անգամ ցմա դատապարտյալների հետ խցերն են խտացրել, ինչ որ անհամաչափ փոփոխություններ են կատարել, որովհետև պետությունը տեղ չունի։ Պետությունը այսօր քրեակատարողական հիմնարկներում տեղ չունի։ Բայց անձի այս իրավունքների իմ կողմից նշված իրավունքների խախտման պայմաններում մի հատ էլ դուք լրացուցիչ, այսպես արհեստական հիմքեր ստեղծեք այդ անձանց ծեծելով, ջարդելով, չգիտեմ ինչ անելով, սա համաչափ չի կարող դիտվել, որովհետև դատապարտված խցում պահվող անձը քրեակատարողական հիմնարկի ծառայող է, ոչինչ չի կարող անել։ Լավ, մենք դեպք ունենք, երբ որ դատապարտյալը թե կալանավորված անձը դանակահարել էր աշխատակցին։ Անգամ այդ ժամանակ չմտան, այդպես չծեծեցին, չջարդեցին, եսի միջեր չարեցին։ Կոչը դա, այն ինչ թեկուզ եւ մի պահ ընդունենք, որ ոնց նկարագրում են, այդպես էլ եղել է։ Դա այն համաչափ միջոցը չի, որը կիրառվել է, որի մասին խոսվում է եւ որի մասին տեղեկություններ ենք ստանում։ Առավել եւս, որ սա արդեն Առաջին անգամը Չինուբարաշեն քրեակատարողական հիմնարկում եւս տեղեկությունների սրանք նորից նախկինում եղել են։ Եվ ինչն է պատճառը, որ հսկայական հիմնարկը, որը առանցին պետություն է ինքը իրենից ներկայացնում, փոքրիկ պետություն, ու այդ պետության ղեկավարությունն ու աշխատակիցները չեն կարողանում մի կալանավորի կարգի հրավիրել, որ կանչում են նորից լրացուցիչ ուժեր եւ կիրառվում են նման բիրտ ուժ։ Ինչ պետք է անել առավել եւս, որ դատապարտյալները, թեկուզ այդ պայծմա դատապարտյալները ոչինչ չեն արել։ Իրենք ոչինչ չեն արել, ուղղակի մտել են եւ մարդկանց սկսել են ջարդել։ Սուսաննա, դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը եւ հեռախոսազանգ լինելու դեպքում կպատասխանենք նաեւ ձեր զանգերին, հարգելի հեռուստադիտող։ Հետևեք, խնդրեմ, քիչ անց կվերադառնանք տաղավար։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 3-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է փաստաբան Սուսաննա Սարգսյանը։ Քրեակատարողական հիմնարկի հետ կապված կարծես թե ասելիքներս այս պահի դրությամբ ավարտեց, որտեղ ամեն դեպքում հետաքննություն կլինի, աղմուկը բարձր է, տեսնենք հետագա զարգացումները ինչպիսին կլինեն, կհետևենք եւ անդրադառնանք, քանի որ ոլորտի հետ կապված ենք խոսում, մյուս աղմուկահարույց գործը դա Տարոն Մարգարյան եւ Հովիկ Աղազարյան զրկվեցին անձեռնամխելությունից։ Ինչու ենք խոսում այս մասին, որովհետև դատախազը այդտեղ մի փայլուն ելույթ ունեցավ, այսպես ասած հիմնավորեց, թե ինչու է գնում այդ քայլին, այնտեղ եղավ պատգամավոր, որը կարծես թե ընդվզեց դատախազի որոշման դեմ, ընդդիմությունը խոսեց փաստերով որոշակի մարդկանց հետ կապված, ինչու չեն այդ մարդիկ անազատության մեջ կամ նրանց հանդեպ ուշադիր չեք։ Մի խոսքով, ձեր վերաբերմունքը եւ որպես փաստաբան եւ գործին ծանոթանում եք, արդյոք իրոք հիմնավոր էին այն ամենը, որ Հովիկ Աղազարյանը, Տարոն Մարգարյանի մասին դեռ չենք խոսում, որովհետեւ Հովիկ Աղազարյանն է ավելի շատ բացահայտ խոսում այդ դեպքի հետ կապված։ Տեսեք, ամբողջ ինչքանով որ հասցրեցի, հա, դիտեմ այդ ելույթները, այո, շատ փայլուն ելույթ էր քաղաքական պատվերի մասին։ Հենց այսպես կբնութագրեի, քանի որ հարցադրումների ժամանակ մեր գլխավոր դատախազի այսպես թաքնված զայրույթը, այն որ արդեն լարվել էր հարցադրումներից, որ այո, իհարկե բոլորն էլ հասկանում են, որ դա զուտ քաղաքական աստառ ունի, քանի որ մենք ծանոթանում ենք միջնորդությանը, տեսնում ենք, որ դեպքը փաստացի սկսվել է, սկիզբ է առել 2021 թվականից։ Հետո ասում ենք 23 թվականին դատարանի որոշումով ՕՀՄ-ներ են կիրառվել, ներքին դիտում, արտաքին դիտում եւ այլն, ու 23 թվականի ամռանից մայիս ամսից ոնց որ թե եթե չեմ սխալվում, սկիզբ է առել քրեական վարույթը, այսինքն պարզ է դարձել հեռախոսային խոսակցությունները եւ այլն, ու հանկարծ 2 տարի հետո հայտնի դառնալուց փաստացի 2 տարի հետո նոր որոշում են Հովիկ Աղազարյանի մանդատի կամ քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն ստանալու հարցի քննարկումը։ Ինչի համար։ Այսինքն քանի դեռ ոնց հասկանանք ընկալենք, էլի, քանի դեռ հանցագործը իրենցներ, կարելի էր, եւ որ հանցագործը այլևս իրենցը չի, արդեն չի կարելի։ Ինչպես ասում են, դա մեր հանցագործներ, իրենց հանցագործներ, բայց նաև ճիշտ է, ես չեմ ուզում Հովիկ Աղազարյանի պաշտպանությունը իրականացնել, էլի, այդպիսի տպավորություն թողել, բայց ամբողջ միջնորդությունից մենք այն կարևոր ամսաթվերը, հա, լավ, դատարանը թույլտվություն տվեց, ՕՀՄ-ները դրվեցին, ներքին դիտում, արտաքին դիտում միջոցառումները իրականացվեցին, գաղտնազերծվեց։ Գաղտնազերծվելուց որ պահից հայտնի դարձավ քննությանը, որ Հովիկ Աղազարյանը մասնակից է թեկուզ կոռուպցիոն ինչ-որ սխեմայի։ Ամսաթվերը չեն գտնում, ճիշտ է, դատարանի որոշումների ամսաթվերը պարզում ենք, հարուցված քրեական գործերը պարզում ենք, ինչ-որ չափով, ճիշտ է, դատախազը սա մեկնաբանեց, որ
ներկայացրել են այնքանով, որքանով չի վնասի նախաքննական գաղտնիքին, բայց ես այսօր առավոտյան էլ դատալեքս ուսումնասիրեցի, ուրեմն ոնց որ թե մի դրվագով է գործը գնացել դատարան, 200 գլուխ այդ ոչխարների ինչ անասնական գյուղատնտեսական կենդանիների դուրսբերման մասով է գնացել գործը դատարան, այդ մնացած մասերով չկա, ինչ որ չգիտեմ ինչեր էին վերագրում Հովիկ Աղազարյանին, իսկ ինչն էր մեզ համար հետաքրքիր, գոնե ինձ որպես քաղաքացու, որ այն հարցերը, որոնք իրավական հարցերը, որոնք բարձրացվում էին դատախազի առջև, շատ այսպես վարպետորեն խուսանավում էր, որ քաղաքական հայտարարություններ են, բայց տրամաբանական է, որ եւ որ քաղաքական գործչին զրկում են մանդատից, այո, հարցադրումների մեջ բոլոր դեպքերում արկա է քաղաքական ենթատեքստ, այսինքն անգամ այդ հարցերին չպետք է պատասխաներ։ Հարցը հենց սա է, բայց ամբողջ միջնորդությամբ մենք տեսնում ենք, որ խնդիրը ոչ թե ինչ որ վերագրվող արարքն է, այլ խնդիրը այլ է։ Հիմա հետաքրքիր է շատ մի հարց, որ ինչ կլինի այս գործի վերջը, այսինքն այնտեղ հայտարարություն եղավ հարցադրման տեքստով, որ Հովիկ Աղազարյանը ԿՊ-ից դուրս գալուց հետո կուսակցություն է բացել, համագումար է արել եւ հայտարարությունը արել, որ թույլ չի տալու այս իշխանությունը վերարտադրվի։ Այսինքն այստեղ նաեւ իմ մոտ երկու հարց է առաջանում, արդյոք Հովիկ Աղազարյանի հետապնդումը պայմանավորված է նրանով, որ ցույց տան, որ Հովիկ Աղազարյանը իրենց դեմ է եւ դարձնեն իրենց ձեռքի տակի ընդդիմություն, թե իրականում Հովիկ Աղազարյանի գործը կգնա դատարան եւ կունենանք մեղադրական դատավճիռ։ Արդյոք այս փաստերով կհիմնավորվի, որ Հովիկ Աղազարյանը այո կատարել է այնպիսի արար կամ իր գործողության մեջ արկա է այնպիսի էլեմենտներ, որը ենթակա է քրեական օրենսգրքի տիրույթում գնահատման։ Հենց սա են խնդիրները, որ մենք այստեղ տեսնում ենք, որ չնայած դատախազը բարձրաձայնում է, որ բավարար են հիմքերը մանդատից զրկելու, քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն տալու մասին, բայց մենք տեսնում ենք, որ անգամ պատգամավորների կողմից բարձրացված հարցերի բովանդակությունից ենք տեսնում, որ այո, պետք չէր միջնորդության ամբողջությամբ ծանոթ լինել, որ այո, հիմքեր չկան, բայց մենք տալիս ենք, որ մեզ թույլտվություն կողմ ենք քվեարկում, որ մեզ էլ չկպնեք։ Անդրադառնանք նույն ազգային ժողովի նիստին, այնտեղ առավել աչքի ընկավ Վիլեն Գաբրելյանի, հա, ճիշտ եմ ազգանունը հիշում, հարցադրումը, որ շատ դիպուկ էր, շատ ճիշտ էր եւ այդ հարցին այդպես էլ պատասխան չտրվեց, որովհետև այդ հարցի պատասխանը կնշանակեր այս միջնորդությունը պատռել եւ գցել աղբամանը։ Ու անգամ այս դեպքում մենք տեսանք, որ այդ միակ սուր հարցը, ճիշտ է, այնտեղ սուր հայտարարություններ եղան, որ բնականաբար իշխանությանը եւ դատախազին հաճելի չէին հաստատ, բայց Վիլեն Գաբրելյանի հարցը այն մեղներ, որ պետք է քանդեր ամբողջ այս քննարկումը եւ ականատես եղան Գյումրիի ընտրությունների ժամանակ Վիլեն Գաբրելյանին, այսպես ասած, դեմ տալը, ժողովրդի լեզվով ասեմ, ու Վիլեն Գաբրելյանի կողմից անմիջապես հետևեց հաջորդ օրը հայտարարություն, որ մանդատը վայր է դնում։ Այսինքն, եթե Վիլեն Գաբրելյանն էլ այդպես չարտահայտվեր Հովիկ Աղազարյանի ճանապարհը պատահականություն չեք համարում։ Ես պատահականություն չեմ համարում, որովհետև մեր օրերում պատահականություններին հավատալը դա մի ամտություն կլինի, որովհետև այնտեղ ես համացանցում հանդիպեցի մի գրառման, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության իր գործընկերները, ովքեր այնտեղ իր հետ եղել են, շատ լավ են իմացել, թե Վիլեն Գաբրելյանը եւ որ ալկոհոլ է օգտագործում, ինչ դրսևորումներ է ունենում, եւ կարծես թե հենց եւ գոնե կարող էին թույլ չտային փողոց դուրս գալ եւ գոնե կարող էին լրագրողների հետ բախում, բայց այնտեղ մենք տեսանք, որ ամբողջ այդ խումբը ինչ որ ձևական միջամտություններով իրենց պետք էր դա իմ ներքին համոզմունքն է, իմ կարծիքն է անձնական, որ իրենք բոլորն էլ լավ էլ տրամադրված, լավ էլ պլանավորված, որ Վիլեն Գաբրելյանին պետք է ինչ որ անհարմար իրավիճակի մեջ դրեն եւ դրվեց։ Հիմա ճիշտ է, ում հետ ինչ կատարվում է առաջին հերթին ինքն է մեղավոր, բայց ամեն դեպքում ունենք այնինչ ունենք եւ հարց։
Արդյոք եթե Վիլեն Գաբրելյանը Հովիկ Աղազարյանի նման ընդամենը դուրս գար ԿՊԻ-ից դառնար անկախ падգամավոր, արդյոք այսօր Վիլեն Գաբրելյանի հետևից դատախազը չէր գա ազգային ժողով։ Միանշանակ գալու էր, որովհետև ես շատ լավ հիշում եմ, բառացի չեմ կարող մեջ բերել նաև վարչապետի խոսքը, որ ինքը բոլորի վրա կամպրոմատ ունի։ Այսինքն այս գործերը էփվում են, թղթապանակները կազմվում են եւ սպասում են իրենց ֆուրորին, իրենց լույս աշխարհ գալու հերթին, հա, լուսաբանվելու հերթին։ Եվ հաջորդը ով կլինի, եւ այստեղ մենք ինչ ենք տեսնում, քվեարկության ու 107 падգամավորից մասնակցել են 67-ը, երկուսն էին դեմ քվեարկել։ Ենթադրում եմ, որ այդ երկուսից մեկը Վիլեն Գաբրելյանն է եղել, չնայած փակ գաղտնի քվեարկություն է եղել, բայց ամեն դեպքում ցանկացած падգամավոր յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ այս իշխանության այս գործելավոճով յուրաքանչյուրը հարվածի տակ է եւ ինչքան էլ որ ինքը ուզում է հլու հնազանդ հպատակվել ծառայել այս իշխանությանը կամ գոնե թե չխանգարել, ուշ թե շուտ որևէ մեկի հերթը գալու է եւ եթե որոշեցին իրենց ռեյտինգի համար մի 2-3 հոգու կամ ավելի շատ անձի զոհաբերել, իրենք միանշանակ կգտնեն այդ զոհաբերելու ճանապարհը, տարբերակները, առավել եւս ես համոզված եմ, որ այս ձեռքի տակ շատ բաներ ունեն, բայց այսպես հնազանդվել եւ թույլ տալ, որ այս ծնագնդի էֆեկտով այս երևույթը ավելի մեծանա, կարծում եմ, որ նորմալ չի եւ ամեն մարդ եթե կարծում է կլինի падգամավոր թե ընդդիմության այլ կուսակցություն, որ ես ցեն չհանեմ ինչ չկպնեն, մեկը եթե ուզենան մի օր կպնելու, էլ կպնելու մարդ չեղավ, տեղ չեղավ, կպնելու են։ Գյումրիում կպնելու են, այսպես ասենք, ունե ինչ որ կասկածներ ունենք, որ կպնելու են։ Եթե խոսքից խոսքը եւ իրադարձությունից իրադարձության ենք անցնում, որտեղ նույն Նիկոլ Փաշինյանն ասում էր, չէ՞ որ անթույլատրելի է քրեական գործ հարուցվի դրվի դարակում, 12 տարի հետո հիշենք, որ այդ գործը կա։ Եվ այն գործերը, որոնք լրատվականների առաջին էջերում են հայտնվում, որոշակի ձևով կորում են, հետո հայտնում ինչ եղավ, ինչու դրա արձագանքները բավականին տարբեր են լինում եւ ասում են եթե զանգում են կամ հարցում են, ասում են նախաքննությունը շարունակվում է։ Հիմա Գյումրիում էլ ունենք կարծես նման իրավիճակ։ Ընդ որում մենք Հովիկ Աղազարյանի գործի հետ կապված էլ ուշադիր կլինենք զարգացումները ինչպիսին կլինի։ Հիմա անցնենք Գյումրի։ Տեսեք, Գյումրիում Ընդ զարգացումներ։ որում Սուրեն Սուրենյանցով նույնպես մասնակցում էր այդ ընտրություններին, հայտարարեց, որ Գյումրիում պարտվեց քաղաքական միտքը, հաղթեց կլանային համակարգը։ Տեսեք, այն որ Վարդան Ղուկասյանի կլանային համակարգի մասին դեռ խոսվում էր իր նախկին քաղաքապետի պաշտոնում, հա, գտնված ժամանակահատվածում, բոլորիս է հայտնի, գաղտնիք չէ, թե ինչ այսօր էլ հայտարարություններում, ճեպազրույցներում այնպես չէ, որ Վարդան Ղուկասյանը զուսպ է։ Եվ այդ ժպիտի այդ կատակի տակ շատ բան կարելի է տեսնել, թե ինչ համակարգ է հաղթել եւ ինչ համակարգ է լինելու։ Բայց այստեղ շատ ճիշտ նշեցիք այդ դարակներում մնացած տարիների քրեական գործերը։ Արդյոք այս քրեական գործերը չեն դառնալու այդ կլանային ուժի ղեկավարման միջոցը, այն ճյուղը, հա, որը հիմքը որ ղեկավարելու է այդ ճյուղը, կլինի իբր ընդդիմադիր, թե կլինի ընդդիմության ներկայացուցիչ քաղաքական ուժի ձեռքում, սա արդեն կխոսի քրեական գործի հանգամանքները, թե ինչ է եղել։ Եվ այստեղ շատ կարևոր է։ Սա պատահական չի հայտարարում Նիկոլ Փաշինյանը այդ գործերը հիշեցնելով։ Սա ոչ թե ինչ որ զգոնության կոչ է, այլ ընդհակառակը նա Ես չեմ կարծում, որ զգոնության կոչ է եւ Վարդան Ղուկասյանը այն փոքր ֆիգուրը չէ եւ այն ոնց ասեմ, անհեռատես անձը չէ, շատ լավ հասկացել է ինչի մեջ է մտնում, շատ լավ հասկացել է ինչի համար է մտնում եւ կարծում եմ, որ նաեւ գնահատել է դրա հետագա ռիսկերը։ փոխքաղաքապետ է նշանակում։ Եվ հետագայում ինչ զարգացումներ կլինի այս իշխանության պարագայում մենք չենք կարող որևէ հստակ կարծիք հայտնել, որովհետև ցանկացած պահի ամեն ինչ կարող է շատ կտրուկ շրջադարձ ունենալ։ Մենք Վանաձորի դեպքերը տեսանք, ոնց եղավ, որ ընդդիմադիր ուժի ընտրված
քաղաքապետը, համայնքապետը չկարողացավ ղեկավարել, ավականիներին չթողեցին աշխատել։ Արդյոք նույն իրավիճակը չի լինի, եթե չենթարկվեն այս քաղաքական ուժի պայմանները, չընդունեն, արդյոք չի լինի նույն Վանաձորի պատկերը եւ Փարաքարում եւ Գյումրիում։ Զարգացումները տարբեր կարող են լինել, բայց այն, որ երկրի առաջին դեմքը, քաղաքական ուժի առաջին դեմքը, իշխող քաղաքական ուժի բացեի բաց, կարելի ասել շանտաժ է անում քրեական գործերով, սա նաև խոսում է այն մասին, որ այո, Նիկոլ Փաշինյանը օգտվում է իր իշխանությունը պահելու համար, օգտվում է իրավապահ համակարգ կոչված մահակից, որով կարծես թե հակակոռուպցիոն կոմիտեն շատ լավ աշխատում է հօգուտ իշխանության, դատախազությունը շատ լավ կատարում է իշխանության կամքը եւ ինչի՞ չէ, եթե այսօր մենք քրեական դատավարությունով մեր գլխավոր դատախազը շատ լավ նշեց, ունենք շատ հստակ ժամկետներ, եթե նախկինում կարող էր այդ ժամկետները այսպես արհեստականորեն ձգվել, այսօրվա մեր նոր քրեական օրենսգրքով գործող, մենք այդ հնարավորությունները կարծես թե այդքան էլ լայն չեն եւ չունենք եւ հայտարարել, որ Տարոն Մարգարյանի դեպքով ավելի երկար ժամանակ է, այնտեղ 7 տարվա վաղեմություն կա, բահարց, Տարոն Մարգարյանը նախկիններից է։ Այդքան բղավեցիք, կոկորտ պատռեցիք, նախկինները թալանել են։ Ինչ չկար նա Տարոն Մարգարյանի քրեական գործում, ինչն էր կիսատ, որ դուք 7 տարի, դատախազի ասելով 7 տարի հետո եք գալիս ազգային ժողով, որ թվականից Աննա Վարդապետյանը գլխավոր դատախազ չէիք տեսել, կամ ինչ է նշանակում 2 տարի գնահատական տալ 2 հատ հեռախոսազրույցի բովանդակությանը։ Չնայած շատ լավ եք նշում, ես իմ մաշկի վրա եմ զգացել, ոնց է լինում, որ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին ստացված հաղորդմանը գնահատական են տալիս 2023 թվականի հունիս-հուլիս ամսին։ Այսինքն 6 ամիս հետո, այսինքն այդ հաղորդումը, եթե անձը հաղորդում է տվել կոնկրետ հանցագործության մասին, նշել է անձանց, այսինքն եւ հանցագործության դեպքը եւ կատարող անձանց շրջանակը ենթադրաբար հայտնի է։ Ինչն է պատճառը 6 ամսվա ընթացքում ինչ չեք կարողացել բացահայտել, որ կարողացել եք 6 ամիս հետո այն դեպքում, եւ որ այդ գործով, կոնկրետ այդ մեղադրանքով ամբողջ ապացուցողական բազան իրենց կարծիքով ձեռք էին բերել մինչև հունիսի 11-ը 2023 թվականի, բայց իմ գործով 5 ամսվա մեջ 5 անգամ նույն փաստական հանգամանքներին, նույն ապացույցներին 5 անգամ գնահատական են տվել, 5 անգամ մեղադրանքի որոշում են փոխել։ Այսինքն այս համակարգը չի աշխատում, կամ չի աշխատում, կամ իրեն պետք չի, որ այդ պահին աշխատի եւ աշխատում է այն պահին, որ պահին պետք է։ Այսպես որ պահին պետք է ում։ Նիկոլ Փաշինյանին, քաղաքական ուժին, նախկինում են շատ ապօրինություններ եղել, բայց ես նշեցի նախկին նախորդ մեր հաղորդման, որ որոշակի շեմ կար, որ այդ շեմից չէին իջնում։ Բայց ամեն դեպքում դատախազությունը այն մարմինն է, որ պատասխանատու է քրեական քաղաքականության համար, սա քաղաքականության ինքնուրույն ճյուղ է, որ պատասխանատու է ամբողջ պետական շահի համար, հանրային շահի համար։ Եթե Տարոն Մարգարյանը, Հովիկ Աղազարյանը կատարել են այդպիսի ծանր հանցագործություններ, որի համար իրենց հետևից եկել է դատախազ ազգային ժողով, արդյոք այս գործով տուժողների արդարացի պահանջը 7 տարի հետո բավարարելը կամ 2-3 տարի հետո բավարարելը իրավացի է, արդարացի է եւ համաչափ է։ Բնականաբար ոչ, եւ համոզմունք կա եւ այդ համոզմունքը միշտ էլ կլինի, որ այո, եթե Հովիկ Աղազարյանը դուրս չգար ԿՊ-ից, մանդատը վայր դներ, ոչ թե դառնար անկախ պատգամավոր, կուսակցություն չբացեր, ընդդիմադիր դաշտից, հարթությունից հանդես չկար, գուցե այսօր Հովիկ Աղազարյանը գնար իր համար ապրելու։ Այսինքն ենթարկվիր ինձ, արա ինչ ուզում ես։ Հիմա Գյումրին ենթարկվելու է, թե չի ենթարկվելու, եւ ինչ սցենարի կանխատեսում։ Կարծում եմ, որ ես շատ կուզեմ, որ չենթարկվի, անկախ նրանից, թե անձերն են ընտրվել, թե ոչ թե գաղափարները։ Տեսեք, այստեղ ոչ միտեղ էլ գաղափար չկա։ Մենք արդեն 6 տարի է տեսնում ենք, որ այստեղ գաղափար չկա, կա մի հատ մեծ կեղծիք, որին մենք ամեն օր ականատես ենք լինում եւ որը օր-օրի ավելի բացվում է, վարդի նման բացվում է։ Չկա գաղափար,
չկա ազգային գաղափար, չկա ազգային գաղափարախոսություն, չկա հայամետ, պետականամետ քաղաքականություն եւ ով է լինի, տեսնում ենք, որ մենք մեր ընտրությունը նորից, եթե նախկինում կանգնում էր վատի եւ վատագույնի, այսօր կանգնում է վատագույնի եւ չարյաց մեծագույնի միջև։ Այսինքն մենք օր-օրի ավելի դեպի վատն ենք գնում, որովհետեւ նոր կադրերին, իրական գաղափարախոսական մոտեցումներ ունեցողներին երբեք ոչ մեկ թույլ չի տա առաջ գալ։ Գյումրին թույլ չեն տալու։ Ես շատ հույս կուզենամ, որ Գյումրին կանգնի իր խոսքի վրա, Գյումրին լինի այն մեկնարկային կետը, որ չենթարկվի, մեր բոլոր դատողությունների համացանցում եղած հայտարարությունները սխալ դուրս գան եւ այո, վերջապես մեկը լինի ցույց տալու, որ ես իմ խոսքի տերն եմ, ուզում եք դատապարտեք, ուզում եք կալանավորեք, չեմ հրաժարվում։ Եթե Գյումրիից սկսենք, դա մեր երկրորդ մեծ քաղաքն է, հա։ Եվ այստեղ Գյումրին եթե իր խոսքի տերը լինի, կանգնի իր խոսքին եւ չգնա փոխզիջման իշխանության հետ, ես սա չեմ ասում, որ լինեն բախումներ, այլ լինի ձևավորված, բալանսավորված քաղաքականություն, մոտեցում Գյումրեցու եւ Գյումրու շահերից ելնող ոչ թե քաղաքական ուժի եւ ընդդիմության պայքար, այլ հանուն քաղաքի, հանուն քաղաքացու պայքար։ Եվ այստեղից սկսի մեկնարկը, մենք շատ ուրախ կլինենք, բայց որ ռիսկերը մեծ են, որ այո, Գյումրին կենթարկվի, կընկրկի, այո, ռիսկերը մեծ են։ Որտեղ 12 տարի դարակներում, բացի այդ այնտեղ այլ խոսակցություններ կան, հարազատների վերաբերյալ խոսակցություններ եւ քրեական գործեր կարող են նորոգվել, եւ այս ռիսկը ես ճիշտ է չեմ մեղադրի, բայց կմեղադրեմ այն տեսանկյունից, որ եթե նման անձը ունենալով նման անցյալ, ունենալով նման դարակներում պահված փաթեթներ գնացել է այդ քայլին, միջևերջ իր քայլի տերը պետք է լինի։ Շնորհակալություն եմ հայտնում Սուսաննա, այսօրվա մեր հաղորդման համար, իրադարձությունները բավականին շատ են, հետևենք դրանց եւ քանի որ 3 ապրիլի 7-ն էր, այսօր շնորհավորում եմ նաեւ ձեզ նույնպես մենք մի անգամ էլ կխոսենք նաեւ կանայք մեր հասարակական քաղաքական կյանքում, այնպես որ երեք մենք Նարի Արամյանի հետ քննարկում ենք, արդյոք կարող ենք մենք ունենալ կին քաղաքապետ, քանի որ քաղաքապետի ընտրություններն էր Գյումրիում, եւ ինչու ոչ, եթե լինի նաեւ այդ հնարավորությունը։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետեւեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։